Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ներկայացնում է անցնող շաբաթ աչքի ընկած կրթության վերաբերյալ առավել ուշագրավ լուրերը, որոնց ծանոթ լինելը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում հանրակրթության որակի բարելավմանն ուղղված քայլեր նախաձեռնելուն։ Ամերիկյան Intuit ֆինանսատեխնոլոգիական ընկերության հարցման պարզվել է 2000 ծնողներից 81%-ը նշում է, որ անխուսափելի է երեխաներին ֆինանսական գրագիտության փոխանցումը։ Intuit-ը ստեղծում է ֆինանսական ծրագրեր և ծառայություններ, որոնք անհատներին և բիզնեսներին օգնում են կառավարել սեփական եկամուտներն ու ծախսերը, վճարել հարկերը և կայացնել ավելի տեղեկացված ֆինանսական որոշումներ։ Հարցվածների ավելի քան 1/3-ը 38%-ը նշել է, որ արդեն երեխաներին ցույց է տալիս իրական ծախսերը, բնակարանի վարձ, կոմունալ վճարներ և այլ պարտադիր ծախսեր։ Ծնողները նաև ասել են, որ ավելի հաճախ են երեխաներին ներգրավում առօրյա ֆինանսական որոշումների մեջ։ 66%-ը նշում է, որ ավելի հաճախ է մերժում երեխաների ուզածը գնել, 57%-ը երեխաներին տանում է մթերային գնումների, ծախսերի մասին պատկերացում տալու համար, իսկ 35%-ը նշել է, թե բացատրում են վարկերի, կրեդիտ քարտերի և տոկոսների գործարկման սկզբունքները։ Ֆինանսական գրագիտությունն ըստ փորձագետների անմիջականորեն կապ ունի մարդու ապագա բարեկեցության հետ։ Այն նպաստում է խնայողությունների ավելացմանը, բարձր վարկանիշին և պարտքերի արդյունավետ կառավարմանը։ Wells Fargo-ի 2026 թվականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆինանսական կրթության պակասը հետաձգում է երիտասարդների կյանքի կարևոր փուլերը։ Z սերնդի ներկայացուցիչները հաճախ ուշացնում են տեղափոխվելը կամ ամուսնանալը տնտեսական անորոշության պայմաններում և շարունակում են կախված մնալ ընտանիքներից։ Հարցման համաձայն ծնողների 64%-ի գնահատմամբ Z սերնդի երեխաները ֆինանսապես կախված են իրենցից բնակարանի, փողի կամ այլ աջակցության հարցում։ Ավելին, այդ ծնողների 56%-ն ընդունում է, որ այս աջակցությունն արդեն ծանրաբեռնում է իրենց սեփական ֆինանսական վիճակը, երբեմն նույնիսկ հետաձգելով թոշակի անցնելու ծրագրերը։ Փորձագետներն ընդգծում են. լուծումը սկսվում է կրթությունից։ Երեխաների հետ պետք է բաց և համակարգված խոսել փողի մասին, սկսած խնայողությունից և բյուջետավորումից մինչև ներդրումներ ու պարտքեր։ Այս մոտեցումը ոչ միայն օգնում է երեխաներին ավելի լավ կողմնորոշվել ապագայում, այլև նվազեցնում է ֆինանսական կախվածության ռիսկերը։ Միացյալ Նահանգներում դպրոցականների ընթերցանության առաջադիմության ցուցանիշները շարունակում են մտահոգի ճանկում արձանագրել, վկայելով կրթական համակարգում խորացող խնդիրների մասին։ 2026 թվականի կրթական առաջադիմության ազգային գնահատման արդյունքները կհրապարակվեն 2027 թվականի սկզբին։ Մինչ այդ ազգային զեկույցը պատրաստողներին հասանելի դարձած վերջին տվյալներն արդեն իսկ մտահոգիչ պատկեր են տալիս շարունակվող բացասական միտումների մասին։ 2024-ին 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների ընթերցանության միջին միավորը 2022-ի համեմատ նվազել է 2 կետով, սակայն այս անկումը մեկ տարվա խնդիր չէ։ Արդեն 2022-ի ցուցանիշներն էլ 3 կետով ցածր էին նախահամավարակային 2019 թվականի մակարդակից։ Խորանում է նաև տարբերությունը բարձր և ցածր առաջադիմություն ունեցող աշակերտների միջև։ 2015 թվականից սկսած միջին մակարդակի սովորողների թիվը նվազում է, ցածր առաջադիմություն ունեցողների թիվը զգալիորեն մեծանում է։ Ինչով է պայմանավորված այս անկումը։ Մասնագետները նշում են COVID-19 համավարակի հետևանքով առաջացած ուսումնառության կորուստները, նաև սոցիալական մեդիայի ազդեցությունը, որը կարող է կրճատել երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը։ Քննարկվում են նաև կրթական չափորոշիչների և ուսուցման որակի հարցերը։ Խնդրի հաղթահարման առաջնագծում հաճախ հայտնվում են դպրոցական գրադարանավարները։ Գրադարանային ոլորտի խորհրդատու Քարի Նենսի երկարամյա հետազոտությունները ցույց են տալիս, որ այն դպրոցներում, որտեղ աշխատում են մասնագիտացված գրադարաններ, սովորողների թեստային արդյունքները
արդյունքները միջինում ավելի բարձր են։ Ավելին, առավել արդյունավետ են այն դպրոցները, որտեղ գրադարանավարն աշխատում է լիարժեք դրույքով։ Գրադարանավարների դերը սահմանափակված չէ միայն գրքերի հասանելիությամբ։ Նրանք ակտիվորեն համագործակցում են լեզվի և գրականության ուսուցիչների հետ, համատեղ դասավանդելով և մշակելով այնպիսի նախագծեր, որոնք զարգացնում են տեղեկատվական ընթերցանության հմտությունները։ Ընթերցանությունը միատարր գործընթաց չէ, տարբեր տեքստեր պահանջում են տարբեր հմտություններ, ընդգծում է Նյու Ջերսիի դպրոցական գրադարանավարների ասոցիացիայի նախագահ Գաբրիել Կասիերին։ Գրադարանավարների ասոցիացիայի նախագահի խոսքով հատկապես արդյունավետ է հարցադրումների վրա հիմնված ուսուցումը, երբ աշակերտները ներգրավում են սեփական հարցերի ձևակերպման հետազոտության մեջ։ Այս մոտեցումը ոչ միայն մեծացնում է սովորողների հետաքրքրությունը, այլև նպաստում է բառապաշարի զարգացմանը, ընթերցանության ըմբռնմանը և սահունությանը։ Այն դպրոցներին, որոնք գրադարանավար չունեն, մասնագետներն առաջարկում են համագործակցել տեղական հանրային գրադարանների հետ, լրացնելով այս բացը և ապահովելով մասնագիտական աջակցություն։ Գրադարանավարները կարևոր դեր ունեն նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման գործում։ Նրանք հաճախ հանդես են գալիս որպես մեդիագրագիտության և տեղեկատվության հետաշխատանքի ոլորտում ներսից ձևավորվող փորձագետներ, ուսուցիչներին աջակցելով նոր մեթոդների կիրառման հարցում։ Ընթերցանության մակարդակի անկումը միայն կրթական ցուցանիշ չէ, այն ուղղակիորեն ազդում է քննադատական մտածողության, տեղեկատվության ընկալմանն ու հանրային կյանքում մասնակցության կարողությունների վրա։ Այս պայմաններում գրադարանավարների դերի վերաիմաստավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը կարող են դառնալ այն կարևոր քայլերից մեկը, որը կօգնի հաղթահարել այս տասնամյակների անկումային վիճակը։ Այս պայմաններում գրադարանավարների դերի վերաիմաստավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը կարող են դառնալ կարևոր քայլեր, որոնք կօգնեն հաղթահարել տասնամյակների անկումային վիճակը։ Պատկերացրեք դասարան, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ստանում է իր կարողություններին համապատասխան անհատականացված գիտելիք և առաջադրանք, իսկ գնահատումն իրականացվում է արհեստական բանականության միջոցով ինքնաշխատ ձևով։ Այս մոդելը կարող է դպրոցները վերածել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված հաստատությունների, սակայն միայն այն դեպքում, երբ կրթական քաղաքականությունը, մանկավարժական հմտություններն ու ենթակառուցվածքները զարգանան համընթաց։ Այս պատկերացմամբ է, ըստ Times of India-ի, Հնդկաստանում ներդրվել փորձարարական ծրագիրը։ Ծրագրի նպատակն ըստ պետական մարմինների ոչ թե աշակերտներին արհեստական բանականության գործիքների միջոցով պատրաստի պատասխաններ տրամադրելն է, այլ նրանց անհատական կարողությունները նախապես գնահատելով այնպիսի համակարգ կիրառելը, որը կնպաստի մտածողության զարգացմանը։ Այլ կերպ ասած, կրթական գործընթացի կենտրոնում դրվում է ոչ թե տեղեկատվության փոխանցումը, այլ մտածելու և վերլուծելու կարողության զարգացումը։ Կրթությունից զբաղվածություն և ձեռնարկատիրություն անցման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման առաջարկին զուգահեռ Հնդկաստանի կրթության ոլորտի 2026-2027 թվականների ծախսերի ավելի քան 7%-ով ավելացումը կարևորվում է որպես ներդրում ապագային պատրաստ սերունդ ձևավորելու հարցում։ Հնդկաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականը այս մոտեցմամբ կրթություն ստացած մոտ 2 միլիոն քաղաքացու ներգրավել աշխատաշուկա։ Գլխավոր նպատակը ոչ թե արհեստական բանականության գործիքներին պարզապես տիրապետող մասնագետների պատրաստումն է, այլ այնպիսի մարդկանց ձևավորումը, որոնք այդ գործիքներով կարող են խնդիրներ լուծել և զարգացնել ճկուն մտածողություն։ Միևնույն ժամանակ այս մոտեցումը բախվում է նաև քննադատության։ Անցյալ տարի Փարիզում կայացած արհեստական բանականություն, գիտելիք և հասարակություն համաժողովում Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ջորդանը քննադատել է գաղափարը, թե հնարավոր է հավաքագրել մարդկության ողջ գիտելիքը և դրա հիման վրա ստեղծել արհեստական ընդհանուր բանականություն հսկայական ռեսուրսների ներդրմամբ։ Նրա գնահատմամբ նման մոտեցումը ոչ միայն արդյունավետ չէ, այլև կարող է հանգեցնել սխալ ուղղորդված մրցավազքի։ Գիտնականները պնդել էին, որ դեռևս չկա հստակ պատկերացում, ինչ նպատակների է ծառայում այս տեխնոլոգիան։ Բացի այդ, արհեստական բանականության շուրջ ձևավորված մեծ ակնկալիքները հաճախ չեն համապատասխանում իրական
կառավարման հնարավորություններին։ Գիտական շրջանակներում լայնորեն ընդգծվում է, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել որպես գործիք, այլ ոչ թե որպես մտածող էություն։ Յան Լեկունը, որը Մետայի արհեստական բանականության հարցերով գիտական խմբի ղեկավարներից է և Նյու Յորքի համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր, նույնպես վերահաստատել է այս մոտեցումը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք հասնելու մարդու ինտելեկտին արհեստական բանականությունը միայն տեքստի վրա ուսուցանելով։ Դա պարզապես չի լինի, անկախ նրանից, թե ինչ են պնդում ֆինանսական շահ ունեցող մարդիկ»։ Ներկայիս համակարգերի սահմանափակումը կայանում է աշխարհի ամբողջական մոդելներ ձևավորելու ունակության բացակայության մեջ, այն ձևով, ինչպես դա անում են երեխաները դիտարկման և փոխազդեցության միջոցով։ 4 տարեկան երեխան ավելի շատ տվյալ է տեսել, քան ամենամեծ լեզվական մոդելները տեսողական ընկալման առումով, նշել է գիտնականը։ Նա հիմնավորել է. յուրաքանչյուր տեսողական նյարդային մանրաթել մոտավորապես փոխանցում է տվյալներ մոտ 1 բայտ վայրկյանում արագությամբ, իսկ այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մարդու ուսուցման կարողությունը հիմնովին տարբերվում է արհեստական բանականության ուսուցման մոտեցումներից։ Այս համատեքստում կրթության ապագան հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեխնոլոգիան ծառայում է մարդկային մտածողության զարգացմանը, այլ ոչ թե փոխարինում է դրան։ Ռասել Էնշտեյնի մանիֆեստը 20-րդ դարի ամենաազդեցիկ գիտական փաստաթղթերից մեկն է։ Այն նշանավորում է պահը, երբ գիտնականները փորձեցին միասնական ձայնով ազդել համաշխարհային քաղաքականության վրա։ Մանիֆեստը հրապարակվել է 1955 թվականի հուլիսի 9-ին Լոնդոնում։ Նախաձեռնել էր բրիտանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը։ Ամենանշանակալի սատարողը դարձավ Ալբերտ Էյնշտեյնը, որը փաստաթուղթը ստորագրել է իր մահից ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նրա վերջին հանրային գործունեության դրսևորումն էր։ Մանիֆեստի հիմնական գաղափարն էր, քանի որ միջուկային զենքի ստեղծումն ու կիրառումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը, գիտնականները պետք է միավորվեն և կառավարություններին ստիպեն մեկընդմիշտ հրաժարվել պատերազմից որպես քաղաքական հարցերի լուծման միջոց։ Մանիֆեստի հիմնական կոչն էր. «Հիշեք ձեր մարդկային էության մասին և մոռացեք մնացած ամեն ինչ»։ Մանիֆեստին միացած 11 ականավոր գիտնականներ կոչ էին անում հրավիրել միջազգային համաժողով զանգվածային ոչնչացման զենքի վտանգների գնահատման նպատակով։ Կանադացի միլիարդատեր Սայրուս Իթոնը, կարդալով մանիֆեստը, առաջարկեց ֆինանսավորել այդ համաժողովն իր հայրենի քաղաքում՝ Պագուոշում։ 1957 թվականի հուլիսին Պագուոշում տեղի ունեցավ առաջին հանդիպումը և ձևավորվեց Պագուոշյան շարժումը։ Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը կարևոր դեր խաղաց Պագուոշյան շարժման մեջ։ Որպես ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար 1959 թվականին նա մեկնեց Ավստրիա՝ մասնակցելու Պագուոշյան 4-րդ համաժողովին։ 1960-ին գործուղվեց ԱՄՆ՝ մասնակցելու 7-րդ և 8-րդ Պագուոշյան համաժողովներին։ Նորայր Սիսակյանն իր հեղինակությունը ներդրեց Արևմուտքի և ԽՍՀՄ-ի գիտնականների միջև գործուն հարաբերությունների ձևավորմանը՝ ձգտելով կանխել գիտական առաջընթացի չարաշահումը ռազմական նպատակներով։ 1995 թվականին Պագուոշյան շարժումն արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մրցանակը շնորհվել է միջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցման և երկարաժամկետ հեռանկարում նման զենքի վերացմանն ուղղված ջանքերի համար։ Այսօր այս ձևակերպումը մեր հավաքական ձախողման արձանագրումն է։ Տեղեկությունը մշակել է Սիսակյան կենտրոնը։ Միջազգային լրահոսում առավել ուշագրավ կրթական լուրերին կարող եք ծանոթանալ media4edu.am կայքում։